Բարև ձեզ հարգելի հետևորդներ, մենք այսօր կրկին միասին ենք, դուք Լավրո Մամյանի YouTube-յան ալիքում եք։ Այսօր որոշել եմ ձեզ ցույց տալ, թե ինչպես են պատրաստում ալանին, հայկական քաղցրավենի կաղանդեր ալանի։ Դրա համար մենք ուրեմն նախապես ունեմ այսպես պատրաստի պարկուճները, պարկերը դեղցի, ինքս չեմ պատրաստել, բայց խոստանում եմ ձեզ, որ հաջորդ տարի անպայման կպատրաստեմ։ Հիմա ես փորձեմ ցույց տալ ձեզ լցոնը, վերցրել եմ 200 գրամի չափ ընկույզ, մի քիչ պակաս է իհարկե, 180 գրամ կշռեցի, առայժմ ուզում եմ այսպես ցույց տալ մի փոքր հատված, հետո շարունակությունը ես կանեմ։ Ուրեմն ընկույզը վերցրել եմ առանց աղալու տարբերակի, կտրատել եմ մանր եւ անկեղծ ասած չեմ սիրում, որ շատ մանր է լինում աղացած, որպեսզի ատամի տակ զգացվի ընկույզը։ Ավելացնում ենք սրան, այստեղ ունեմ 4 ճաշի գդալ շաքարի փոշի, ես շաքարի փոշի եմ ավելացնում, ոչ թե շաքարավազ, մանկությունից հիշում եմ, որ առաջին անգամ երբ որ ճաշակեցի այդ գեղեցիկ տեսքով քաղցրավենիքը եւ հենց առաջին կծելուց ատամիս տակ այդ շաքարավազի հատիկները կրթկրթացին եւ ամբողջ մարմնով փշաքաղեցի ու հասկացա, որ սա ինձ համար հաճելի բան չի, բայց հետո երբ որ մենք պատրաստում ենք շաքարի փոշիով, այն տհաճ չի, այսպես ասած։ Ավելացնելու եմ այստեղ դարչին 1 թեյ գդալ եւ մեխակ 1 թեյ գդալ։ Այսպես։ Երբ ժամանակ հասկացա, որ ավելի լավ է ընկույզը շատ լինի, երևի մարդիկ վաճառել էին այդ նպատակով շաքարավազը շատ էին արել, չգիտեմ, ասեմ որպես համեմունք դուք կարող եք օգտագործել նաև հիլ, եթե ձեզ հաճելի է ձեր քիմքին եւ նաև կարող եք օգտագործել մշկ ընկույզ։ Հիմա մի փոքր այսպես մեղրով պետքա տարածեմ, որպեսզի ավելի կպչուն դառնա։ Մեղրը այս շրջանում, տարվա այս շրջանում մի քիչ շաքարակալում է, ես ուղղակի գոլորշու վրա այսպես դարձրել եմ ծորն ավելի, որ հեշտ լինի։ Այսպես եւ քաղցրը կապահովի եւ մի քիչ կպչուն կդարձնի։ Անպայման չի, որ շատ անպայման այդպես կպչուն լինի, որովհետև մենք ավելի շատ դա լցոնելիս պետք է ամրացնենք, սեղմումներով լցնենք։ Հիմա փորձեմ ցույց տալ ձեզ լցոնելու պահը։ Սա մեր ունեցած պարկուճներն են, պարկերը դեղցի։ Մենք կրտնակով բարակացնում ենք ավելի։ Կարող ենք անգամ ձեռքով այսպես անել, նա ավելի լայնացնում է, էլի, հնարավորություն մեծացնում է, անգամ այսպես ձեռքով կարող ենք, նայեք, ինքը ավելի բարակում է և ավելի էլաստիկ է դառնում, որպեսզի կարողանար շատ լցուն, շատ տեղավորել։ Մենք շատ կարևոր մի պահ, մեղրը մի փոքր մատ թաթախում ենք եւ ներսից պատում, որպեսզի ավելի լավ կպնի միջուկը։ Հիմա մենք ունենք արդեն այսպես միջուկ, պիտի լցոնենք։ Այստեղ մի շատ կարևոր բան կա։ Ուրեմն լցոնելիս մենք այսպես պետք է լավ հրենք, սեղմենք, որպեսզի շատ տեղավորենք այս լցոնը։ Միջայլոց չի թվում, որ այդքան կարա տեղավորվի, բայց իրոք շատ է տեղավորվում։ Հիմա կարևոր հանգամանք, ոչ թե միայն հրում ենք ուղիղ ներքև, սկզբի համար հրում ենք մինչև վերջ գնա,
Իսկ հետո հիմա ցույց տամ, թե ինչպես ենք անում։ Լցոնը հրում ենք դեպի պատերը, այսպես դեպի պատերը, որ ինքը լայնություն ստանա։ Հնարավորինս դեպի պատերը։ Իմիջիայլոց ես մի քիչ էլ ընկույզ ավելացրեցի, որպեսզի շատ այդպես շաքարի փոշին շատ թված աչքիս, այսինքն չափի առումով պատկերացրեք 200 գրամին ընկույզին, թող լինի 3 ճաշի գթալ։ Հիմա տեսնում եք, ես այսպես բռնում եմ եզրերից ու դեպի կողք եմ հրում, հնարավորինս դեպի կողք։ Դա նաև տափակ տեսքն է տալու, եւ բացի դրանից ավելի շատ տեղավորվում է լցոնը, նաև պիտի այնպես անենք, որ օդ չմնա մեջը, դրանից կարող է փչանալ, չնայած բնականաբար սառը տեղ է լինելու, այս ամեն դեպքում։ Զգում եք, որ այսպես հրելով դեպի պատերն եմ հրում ես ավելի շատ, դեպի պատերը։ Հիմա այստեղ պիտի ցույց տամ վերջնական պահը։ Նայեք, վերջին հատվածում կարող ենք մի քիչ թույլ թողել եւ ուղղակի իրենով այսպես մոտեցնել, փակել, հա։ Կարող ենք մի քիչ ավելի լցնել լցոնը, մի քիչ ավելացնել ավելի։ Եվ վերջում դեղցի շերտատված ջրից մի փոքրիկ կտոր, այսպես ձևն էլ արդեն կարևոր չի, անգամ կարող ենք մի փոքր մեղր անել, որպեսզի անկյունները լավ կպնի, դնում ենք այս հատվածում, ապա նոր հավաքում ենք, որպեսզի լավ փակվի։ Ավելի այսպես փակ վիճակ է լինում, եւ այստեղից այսպես տափակացնենք, որ դառնա ալանի, այսպես։ Առաջին խմբականակը արդեն պատրաստ է, 10 հատ ալանի, 200 գրամ ընկույզով։ Ինձանից շատ ժամանակ չխլեց, ընդամենը կես ժամում լցոնել է։